Ուրբաթօրյա ողջույններ իմ տաղանդավոր փոքրիկ հեռուստադիտողներ։ Եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է ուրբաթօրյա հաղորդումը։ Իսկ ուրբաթօրերը մենք ունենում ենք անակնկալներ։ Լավ, դրա մասին հետո ձեզ է ողջունում մուլտաշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը։ Ողջունում են նաև ձեր սիրված մուլտիպլիկացիոն հերոսները։ Իհարկե, մեր մշտական լավագույն բարեկամ Առատաձեռն SM փղիկ խալիքների խանութ սրա, տեսնում եք ինչ նվերներ ունեք դուք, եթե մասնակցեք մեր մրցույթին։ Ողջունում է այսպես տեսախցիկի ետևից այսպես թաթիկով է անում ժամապահ Քերին։ Քերի, փոքրիկներն էլ քեզ են ողջունում։ Քերի, իսկ դու գիտես մենք այսօր ինչ առաջնախաղ ունենք։ Քերին ասում է ոչ։ Անակնկալ է, ճիշտ է, անցած հաղորդմանը մի փոքր այդպես բացեցի փակագծերը, բայց ձեզ ասեմ, սիրելի փոքրիկներ, այսօր դիտելու ենք առաջնախաղ, պրեմիերա, ինչպես ասում են։ Դիտելու ենք Ծուր կինո, Ծուր թատրոնի օրագիրը։ Այսպես ենք այս ֆիլմը անվանել, մեր փոքրիկները Ծուր թատրոնի ամռանը գնացել էին ծովափ հանգստանալու եւ որոշել էին իրենց փոքրիկ պատմությունները, թե ծիծաղելի թե զավեշտական վավերագրել այս ֆիլմում։ Այստեղ մեզ օգնել է փոքրիկ Մարին։ Ասեմ, սիրելի փոքրիկներ, տեսեք, հիշում եք, ես խոստացա, որ ուրբաթ օրը մի առանձին մրցույթ եմ հայտարարելու։ Այսպես ունենալու ենք մենք ձեզ հետ միասին մի մրցանակ, կախարդական գրատախտակ, սա որպես մրցանակ այսօրվա համար։ Տեսեք, մեր Ծուր թատրոնի փոքրիկները իրենց ամառային արձակուրդները վավերագրեցին Ծուր կինոյում, ես որպես առաջադրանք, սիրելի փոքրիկներ, կտամ ձեզ, որպեսզի դուք գրեք ձեր ամառային արձակուրդների մասին մի փոքրիկ պատմություն մեկ թերթիկի վրա եւ ուղարկեք Քերի Մուլտիկնիկին։ Առանց նկարելու, գուցե դուք էլ միշտ ասում եք, մենք ոնց ձեր նամակներում գրում եք Քերի Մուլտիկնիկին, մենք ոնց մասնակցենք մրցույթներին, քանի որ մենք նկարել չգիտենք։ Ամառային, ձեր ամառային արձակուրդները։ Այսպես մի հատ ամառային պատկեր նկարենք այստեղ ծովային։ Փոքրիկ, որ ուզում է հանգստանալ։ Այսպես էլ կարող եմ նկարել։ Քերի, տես երևում է, տեսեք ինչ կախարդական գրատախտակ է։ Տաբատը։ Քերի, երևում է։ Այսպես ձեր ձեռքն է։ Ոտքերը, օպ։ Այսպես, երևի ծովը։ Ծովափը, այնտեղ երևի արև կնկարեք, կհորինեք մի պատմություն, ոչ թե հորինեք, ավելի ճիշտ ձեր ամառային արձակուրդները մեկ էջի վրա, սիրելի փոքրիկներ, գեղեցիկ պատմություն գրեք եւ ուղարկեք Քերի Մուլտիկնիկին, տեսեք սարեր, ամպիկներ, տեսեք, այս գրատախտակը իբրև մրցանակ դուք կստանաք, եթե ձեր ամառային արձակուրդների մասին պատմությունը մեկ էջով գեղեցիկ ներկայացնեք եւ ուղարկեք Քերի Մուլտիկնիկին։ Դա վերջում է այսպես էլ հետաքրքիր ջնջվում է, օպ, տեսակ։ Լավ, ինչևիցե, սիրելի փոքրիկ բարեկամներ, քիչ հետո մենք այս գրատախտակի վրա էլի ինչ-որ բաներ կնկարենք, բայց հիմա առաջնախաղի մասին։ Մենք գնում ենք Ծուր թատրոն հեքիաթային աշխարհ դիտելու Ծուր ֆիլմը։ Մեր փոքրիկները այս ֆիլմը անվանել են Ծուր թատրոնի օրագիրը, իրենց ամառային արձակուրդները վավերագրել են հենց այս ֆիլմում։ Եկեք դիտենք ֆիլմը, հետո նոր կանցնենք մրցույթին։ Առաջ դեպի Ծուր կինո, իմ փոքրիկ բարեկամներ։ Վերջապես, ամառային արձակուրդներ եւ Ծուր թատրոնի երեխաները իրենց ամառային հանգիստը որոշեցին անցկացնել Սև ծովի ափին, մեր հարևան Վրաստանի Հանրապետությունում։ Ես Մարին եմ, եւ որպեսզի իմ հանգիստն էլ ավելի հետաքրքիր, հիշվող եւ տպավորիչ լինի, որոշեցի գրել Ծուր թատրոնի օրագիրը,
ամառային արձակուրդների ժամանակ եւ ներկայացնել մեր թատրոն ստուդիայի սաներին իրենց ծիծաղելի եւ զավեշտական պատմություններով։ Հիմա բոլորը հավաքվել են հանգստյան առաջին օրվա խմբակային լուսանկարի համար։ Ուշադրություն ծիտիկը թռավ։ Նրանք նույնիսկ պատկերացում էլ չունեն, որ ես նրանց այս մի քանի օրվա հանգիստը վավերագրելու եմ Ծուռ թատրոնի օրագրում։ Դե ինչ, շարժվեցինք առաջ, ներկայացնելու եմ բոլորին իրենց թե առավելություններով և թե փոքրիկ թերություններով։ Ծանոթացեք մեր թատրոնի ձկնորսների հետ։ Կարճահասակը մեր շատախոս, բայց տաղանդավոր Թաթուլն է, իսկ բարձրահասակը ամենահամբերատար, կարգապահ և լրակյաց Ավետը։ Չգիտես ինչու, նրանք որոշել են Սև ծովի ափին ձուկ որսալ։ Կհաջողվի, թե չէ, հետևեք ինքներդ։ Ինչպես նկատեցիք, ձկնորսությունը նրանց մոտ լիովին չստացվեց, բայց ծովում խեղդվող մարդ փրկեցին և հանրօգուտ աշխատանք կատարեցին, ծովը մաքրելով աղբից։ Ծանոթացեք մեր թիթիզ միթիզների հետ։ Սան է Լիլին է, դերասանուհի, բլոգեր։ Ամենաշատը սիրում են լուսանկարվել և այն տեղադրել իր ինստագրամյան էջում, որպեսզի պարզի, թե դասարանի աղջիկներից ովքեր չեն լայքել իրեն։ Տեղադրված լուսանկարները ապահովված են 10,000 լայքով, իսկ եթե դրան էլ գումարենք նախանձող դասընկերուհիների չնշված 3 լայքերը, ընդհանուր կկազմեր 10,003 լայք։ Կարծում եմ մեծ կորուստ չէ։ Իսկ սա Միլենան է, Ծուռ թատրոնի ամենաճշտախոս, տաղանդավոր և շատ արտաճանաչ սաներից մեկը։ Երազում է դառնալ մոդելուհի և համաշխարհային դերասանուհի։ Ինչպես նկատեցիք, նա նույնպես լուսանկարվելու հետ սեր ունի և երբևիցե լուսանկարներում իր հագուստներով չի կրկնվում։ Դա նրա համար չգրված օրենք է։ Մինչ աղջիկները իրենց լուսանկարները կտեղադրեն սոցիալական ցանցերում, ես ծանոթացնեմ ձեզ Ծուռ թատրոն ստուդիայի ֆուտբոլային թիմի հետ։ Ծուռ թատրոնի նվիրյալ դարպասապահ Արտակ Կիրիչյան, ամենահամեստ և կարգապահ։ Այդպես են բնութագրում Արտակին Ծուռ թատրոնի բոլոր սաները։ Նա երկրպագում է Ջան Լուիջի Բուֆոնին, որպես աշխարհի լավագույն դարպասապահ։ Սիրում է երգել, երազում է դառնալ ճանաչված արտիստ և շատ է սիրում ընթերցանություն, հատկապես Շեքսպիրի աշխատանքներից։ Ֆուտբոլը եռում է, ինչպես կասեր հայտնի ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Պապիկը։ Իսկ ես ներկայացնեմ մեր լավագույն ֆուտբոլիստներին, որոնց գոլառատ խաղերով պարտության մատնեցին մեր հարևան բարեկամ վրաց պատանիների թիմին։ Ծուռ թատրոնի ամենալուրջ, ամենապատասխանատու թիմի ավագը Սամվել Սերոքյան, նաև սպորտում և արվեստում իր աշխատասիրությամբ միշտ հաղթանակներ է տոնում։ Նրա առավելություններից մեկը նաև որ ունի թիմային մտածելակերպ։ Տեսեք, նա գնդակը փոխանցեց Արարատին։ Հարված գոլ։ Դարպասապահ Արտակը ֆուտբոլային ողբերգության մեջ է։ Նա չի ների իրեն այս բաց թողնված գնդակը։ Լինել, թե չլինել, այս է խնդիրը։ Խաղի ավարտին վայրկյաններ է մնացել։ Շեքսպիրյան Համլետի մենախոսությունից սահուն անցում ենք կատարում և ներկայացնում գոլի հեղինակին Արարատ Գևորգյան, ամենաարագավազ, արագախոս, արագ ըմբռնող, արագ կողմնորոշվող սանը Ծուռ թատրոնի։ Սիրված ֆուտբոլիստը խորհրդային Հայաստանի Արարատ ֆուտբոլային թիմի լեգենդ Խորեն Հովհաննիսյանն է։ Սիրված լեռը Արարատ, սիրված երգը Արարատը մեր լեռն է, կարճ ասած հայ հայեցի և հայ թատրոնի ապագան։ Ես հիմա ձեզ ցույց կտամ Ծուռ թատրոնի տիեզերական աշխարհը։ Այս փոքրիկ տիեզերագնացը մեր ստուդիայի ամենահամեստ աղջնակն է, Վիկտորիան։
Նա երազում է աշխարհում առաջին հանրահայտ դերասանուհի տիեզերագնացը դառնալ։ Նա մեզ միացել է Արցախից եւ ասում է, որ շատ է կարոտել իր հարազատ քաղաքը Ստեփանակերտը եւ խոստանում է հանրահայտ դառնալ եւ միշտ իրեն ներկայացնել Արցախցի տիեզերագնաց։ Տիեզերքից անմիջապես վայրեջք կկատարենք մեր ստուդիայի երազանցիկների հանգստյան գոտի, էլի գրքեր, գեղարվեստական, պատմական, արկածային, միայն կարդում են, ոչ, նաև գրում, նույնիսկ ծովափին փորձեր են անում, վայ, Կիկոս ջան, վայ, որդի ջան։ Մի երկու տող էլ ուզում եմ գրել Ծուռ թատրոնի գասպարավարի լողի մասին, ավելի ճիշտ լողորդուհու, Լենա Այրիցյան, ամենալրակյաց, համեստ, տաղանդավոր, նոր աղջնակը մեր ստուդիայում։ Շատ է ցանկանում լողալ սովորել։ Հենց այս պահին նա իր համարձակ քայլն է անում դեպի ծովը։ Մի հուսահատվիր, Լենա ջան, նորից փորձիր, անպայման կստացվի։ Անհամոզված եմ, Էլենի մոտ կստացվի, ձեռքի ուժով հաստատ բոլորը կզիջեն նրան։ Այստեղ են ասել, գեղեցկուհի, սպորտսմենուհի և վերջապես շնորհալի դերասանուհի։ Համոզված եմ, ապագայում Էլենը մեր վեմերից գլուխ կխոնարհի հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո։ Ահա եւ վերջ, ինչպես խոստացա, հատկից ներկայացրեցի Ծուռ թատրոն ստուդիայի երեխաներին եւ նրանց ծովափնյա հանգիստը վրաստանում։ Իսկ սա լավ հիշողությունների խմբակալի վերջին լուսանկարն է մեր ծովափնյա հանգստից։ Մի գեղեցիկ ամառային հանգիստ, որ ցանկացա արձանագրել Ծուռ թատրոնի օրագրի մեջ։ Գուցե ավանդույթ դարձնենք եւ Ծուռ թատրոնի օրագիրը շարունակենք հետագայում, բայց հիմա ժամանակն է դպրոց գնալու։ Լավ սովորենք, որպեսզի Հայաստան աշխարհի ապագան կառուցենք։ Ցտեսություն, մինչ հաջորդ ամառային արձակուրդներ։ Կարծում եմ ձեզ դուր եկավ Ծուռ կինոն, Ծուռ թատրոնի օրագիրը։ Տեսեք, ինչ գեղեցիկ էին հանգստացել մեր Ծուռ թատրոնի սանիկները Սև ծովի ափին, գեղեցիկ ներկայացրել իրենց ծիծաղելի պատմությունները։ Բա, մենք էլի այսպիսի առաջնախաղեր կունենանք, թե հեռուստա ներկայացման տեսքով, թե ֆիլմի տեսքով, իսկ հիմա ամենակարևորը, որ ես ասել եմ, որ ուրբաթ օրը նոր մրցույթ եմ հայտարարելու, այս անգամ ոչ թե նկարելու մրցույթ, այլ ձեր փոքրիկ պատմությունը ամառային արձակուրդների մասին։ Եվ այս կախարդական գրատախտակը, սիրելի փոքրիկներ, դուք որպես մրցանակ կստանաք ձեր լավագույն պատմության համար։ Բոլորի պատմություններն էլ ուրբաթ օրերը կախարդական փոստարկղ էջի ժամանակ ընթերցելու եմ, մի անհանգստացեք։ Իսկ հիմա ուզում եմ կախարդական այս գրատախտակի վրա, եթե երևում է նկարել, հա? Ծովափնյա պատկեր նկարենք, կամ ուղղակի փոքրիկներ նկարենք, տեսեք, եթե գլուխն եմ նկարում այստեղ փոքրիկի, ականջները, երևում է քերի, շատ լավ, զարմանալի է, այստեղ աչքերն ենք նկարում, գուցե դուք սիրելի փոքրիկ կամ փոքրիկներ, ծովափին չեք հանգստացել, գուցե ձեր տատիկների և պապիկների գյուղում եք հանգստացել, հիմա ձեզ եմ նկարում, տաբատով, հոպ, կարող եք իհարկե, կարող եք սիրելի փոքրիկ բարեկամներ, նաև ձեր ծովափնյա պատմությունը, որ գրեք մեկ էջի վրա և ուղարկեք քերի մուլտիկնիկին, նույնիսկ ձեր մանկական երևակայությամբ ձեր պատմությունը նկարեք, այն ավելի բարձր կգնահատեմ և գուցե հենց դուք էլ ճանաչվեք հաղթող, այստեղ դուք եք, այստեղ կարող է լինել, ասենք, պապիկը, գուցե պապիկի գյուղում եք հանգստացել, այսպես բեխերով պապիկ, աչքերը պապիկի, այստեղ քիթիկը, ունքեր, հիմա կասենք, թե ինչ ականջներն ենք նկարում պապիկի և մորուքը, հալեհեր։
Այստեղ այդ մազի թելիկներ կարելի անել։ Պապիկներ, այսպես շապիկ կունենա։ Հես ձևով եմ սովորեցնում նկարել այս գրատախտակի, կախարդական գրատախտակի վրա։ Պապիկի թաթիկները, այստեղ տաբատը, կոշիկները, քերի ոնց է երևում, ապա ցուցադրում։ Այս գրատախտակը, որ հիմա կախարդական գործ է կատարում, այստեղ կարող ենք գյուղատնտեսական գործիք, ասենք պահ նկարել։ Գուցե գնացել եք ամռանը ձեր պապիկին օգնելու հեռվում սարեր կարող եք նկարել, սիրելի փոքրիկներ, տնակ, այգի, դաշտեր։ Այս գրատախտակը հենց ձերը կլինի իմ փոքրիկ բարեկամներ, եթե այստեղ լավ է, ձերը կլինի, եթե դուք ձեր ամառային արձակուրդների մասին մեկ A4 թղթիկի վրա պատմություն գրեք, թող շատ հետաքրքիր լինի, բայց թող ճշմարիտ լինի, եւ նկարեք գուցե այդ պատմությունը, ուղարկեք քերի մուլտիկնիկին։ Այս կախարդական գրատախտակի տերը կարող եք դառնալ հենց ինքներդ։ Սա ձեզ համար պատրաստել է SM փղիկը։ Հիմա տեսեք ինչպես է ջնջում։ Հոպ, տեսեք։ Ես այս մատիտը կախարդական այս կողմ դնեմ, ժամանակը նայենք, իմ փոքրիկ բարեկամներ։ Մենք ինչ արեցինք։ Հոպ։ Զգուշ։ Ինչ արեցինք այսօր մենք ձեզ հետ դիտեցինք պրեմիերա, առաջնախաղ Ծուր թատրոնի ֆիլմերից առաջինը, կարծում եմ ձեզ դուր եկավ այդ պատմությունը, հայտարարեցինք մրցույթ, որ տեսեք, մեր փոքրիկները իբրև ֆիլմ վավերագրել էին իրենց օրագիրը, դուք էլ ձեր ամառային արձակուրդների հանգստյան օրագիրը գրեք մեկ թերթիկի վրա եւ ուղարկեք քերի մուլտիկնիկին։ Նկարեք նկարներ պատմության մասին, ուղարկեք քերի մուլտիկնիկին մեր ամփոփող հասցեով։ Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստաընկերություն, մուլտիկնիկ հաղորդմանը։ Իսկ եթե ուզում ես քո նամակը ավելի շուտ հասնի քերի մուլտիկնիկին, ապա քո նամակը, ծրարը, նկարը, պատմությունը կարող ես քո ձեռքով տանել SM փղիկ խաղալիքների խանութ սրա։ Այնտեղ ունենք կախարդական փոստարկղ, նամակը գցում ենք, այդտեղ ավելի շուտ է հասնում նամակը քերի մուլտիկնիկին, քան փոստարկղով, բա։ Եվ դու որպես հաղթող ստանում ես այսպիսի կախարդական գրատախտակ, իմ փոքրիկ բարեկամ։ Վերջ, այսօրվա համար այսքանը։ Ասում եմ ու չեմ էլ ասում հասցեն։ SM փղիկի հասցեն է, խաղալիքների խանութ սրահի հասցեն է, նոր-նորքի 5-րդ զանգված, Արտեմ Նիկոյան 14, կենտրոնական փողոց։ Այսքանը այսօրվա համար, սիրելի փոքրիկներ, ձեզ հրաժեշտ է տալիս ժամապահքերին այս թաթիկով է անում, հրաժեշտ են տալիս մուլտ աշխարհի ձեր սիրված բոլոր հերոսները, բա, քերի մուլտիկնիկը եւ առատաձեռն SM փղիկ խաղալիքների խանութ սրահ։ Միշտ նոր հանդիպում, իմ լավ բալիկներ, երկուշաբթի օրը կհանդիպենք եւ նոր մուլտիպլիկացիոն կերպար կսովորենք նկարել։ Իսկ հիմա ալբուլդը։ Hello.